Բարոյական համարում եք, որ ԵՊՀ-ն փակել ցանկացող իշխանությունը տոնում է ԵՊՀ-ի 106-ամյակը։ Ոչ մի բան չեմ համարում այդ ամեն ինչի մեջ, ոչ նորմալ։ Ոչ մի բան էլ նորմալ չի։ Քաղաքականությունով չեմ զբաղվում։ Չհասկացա։ Տոք ոչ նրանք էին մի բան, ոչ էլ ես չգիտեմ ինչ եմ անում, ինչ չեն անում։ Իմ քաղաքականությունը երկնքից է։ Միանանք ստացեք։ Չեն փակել։ Բարոյական քայլի հետ տեսակ չկապեցի ես։ Չգիտեմ։ Բարոյական է այդ քայլից չես։ Ոչ։ Տոնում է Խոսամ դրանց մասին։ Չեմ կարող պատասխանել, չգիտեմ։ Բանը սպասելի է, նե ժամանակները, որ Պետական համալսարանը միշտ իմացել ենք, որ համալսարան ունենք, ես կուզենայի համալսարանը մնար, միշտ կուզենայի մնար։ Ես կխնդրեի ղեկավարությանը, որ համալսարանը թող մնա համալսարան։ Ճիշտ ասած, ես տեղյակ չէի, որ ԵՊՀ-ն փակում են։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Իրանք իսկ այդ բանը ունեն, այն որ գնում են դասատուները բան են հանձնում։ Նիկոլն ու Աննա Հակոբյանը, որ գնում են դաս են տալիս, իրանք կրթվելու այդ բանը ունեն, լիցենզիան ունեն, չունեն, չէ, դա չասենք։ Ճիշտ ասած ցանկացած հոբելյար տոնելու համար դա պատիվ է, կոնկրետ եթե խոսքը վերաբերում է Երևանի պետական համալսարանի մասին, իհարկե մայր բուհն է եւ պետք է 106-նել նշեն, 107-ել եւ այդպես շարունակ։ Հարցը փակելու հետ ճիշտ ասած ես տեղեկացված չեմ, որ ուզում են փակեն թե ոչ եւ չեմ կարծում, որ կփակեն, բայց քանի որ Երևանում այսպես խիտ է, ծանրաբեռնված է տրանսպորտային առումով, ուղղակի երբ ուսանողը ֆիզիկապես չի կարող այս խցանումների պատճառով գնա ներկայանա ճիշտ ժամանակին կրթությունը ստանա, ինչու՞ չէ նաև դասախոսական կազմը պետք է ճիշտ ժամանակին ներկայանա իր դասախոսությունը կարդալ հրամցնելու ուսանողներին, այդ առումով զուտ ֆիզիկական ուշացումների պատճառով իհարկե մի քիչ դեմ եմ, որ ուշացումներ ալին խտացումներ, այսօր այնպես է, որ Հայաստանում, հատկապես Երևանում ամեն մի փոքրիկ հարցեր քաղաքականացնում են, դուրս են գալի ցույցերի եւ այլ, որոնք երևի ինչ որտեղ դա ասելիքներ կա, դա էլ երևի պետք է, բայց ամենայն դեպս արգելել ինչ որ ուսանողների մուտքը կրթական կրթօջախ եւ ստանան իրենց գիտելիքը, որ այսօր Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհում պետք է կրթվեն ժողովուրդը, կրթվել է հենց ինքը նորաձև է, այս ժամանակում առավել ևս, պետք է հայը կրթվի, իհարկե միշտ կրթվել է եւ պետք է շարունակական լինի, մատաղսերունդը պետք է պարտադիր կրթվի եւ այո, կրթվել է նորաձև է, իսկ խոսքը ինչի համար, եթե բոլոր բուհական համայնքից տեղափոխվելու, չգիտեմ ինչ հարցեր, պարզապես խցանումներից դեմ լինելու, զերծ լինելու համար, թե չէ պետական համալսարանը մնում է պետական համալսարան, այն ժամանակ բարդ էր, համեմատաբար ընդունվել է հեշտեր, սովորել է բարդ, բայց ամեն դեպքում կրթվել է, այո, պետք է, այսօր առավել ևս, այս եւ կարելի ասել եւ պատերազմական եւ սպասելիքներով եւ այլ այս իհարկե տեխնիկան նորաձև է, նաեւ պետք է կրթությունը, որ կարողանան նոր տեխնիկային տիրապետեն, կարողանան հայրենիքը պաշտպանեն եւ բա ինչի այսպես միշտ հայը միշտ էլ ամեն ժամանակներում հալածվել է, այսօր առավել եւս պետք է իր գիտական ներդրումով կարողանա հայրենիքը պաշտպանել եւ դրանով եւ զենքով եւ ամեն ինչով կրթվելը կարևոր է շատ եւ քանի որ Երևան քաղաքը ընդլայնում է դեպի աշտարակի կողմ եւ չի բացառվում որ մի քանի տարի հետո ամբողջը բնակե Երևանը ընդլայնված լինի դեպի այդ կողմից եթե բոլոր որ կրթական օջախները ուզում են այնտեղ լինի ավելի մեծ տարածքային առումով ճիշտ ասած գտնում եմ որ այո դա էլ է պետք